Փարաքար խոշորացված համայնքում սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած կրակոցները չեն սահմանափակվելու միայն մեկ քրեական գործով։ Տեղի ունեցածը երկար պատմություն ունի։ Արմլու լրատվականը բազմիցս գրել է Ախտոյանների և Գրիգորյանների հակասությունների մասին, որոնք տարիներ շարունակ վերածվել են բախումների, հատկապես ընտրական գործընթացների ժամանակ։ Ժամանակի ընթացքում նրանց թշնամությունը խորացել է, հասնելով իր գագաթնակետին։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Մերձավանի նախկին գյուղապետն է, ՔՊԱ-ական եղբայրը Դավիթ Ախտոյանը Փարաքարի համայնքում քաղաքացիական պայմանագրի ավագանու անդամ է։ Այս տարվա փետրվարի 5-ին Մհեր Ախտոյանի տան պատուհանի տակ արձանագրված միջադեպը ևս կապված է նույն լարվածության հետ։ Բազմիցս է գրվել, որ Ախտոյանը դեպքերի ընթացքին հետևել է տեսախցիկներով, անգամ նկարելով կատարվողը, թե ինչպես են իր և Գրիգորյանի կողմնակիցներն իրար ծեծում։ Արդյունքում սպանվեց Ախտոյանի հորաքրոջ որդին 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Մեղադրյալի աթոռին հայտնվեցին միանգամից 14 անձինք։ Արմլուրի աղբյուրները հայտնում են, որ Մհեր Ախտոյանը արդեն ավելի քան 10 օր է երկրում չէ, թեպետ ողջ Մերձավանում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե ՔՊԱ-ական Մհեր Ախտոյանը կարող է լինել Վալոդիա Գրիգորյանի սպանության ենթադրյալ պատվիրատուն, քանի որ նրա շրջապատում միշտ վրեժի թեման տակ է պահել, սակայն իրավապահները դժվար թե կարողանան անմիջապես գործել, քանի որ Ախտոյանը երկրում չէ։ Եթե ամփոփելու լինենք, ապա պետք է ասել, որ բախումները ըստ էության տեղի են ունենում երկու քաղաքականացված խմբավորումների միջև։ Մհեր Ախտոյանը ներկայացնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իսկ Վալոդիա Գրիգորյանը առաջադրված է ապրելու երկիր և հաղթանակ կուսակցությունների կողմից, ներկայացնելով ընդդիմադիր դաշտը։ Այս հանգամանքը վենդետային տալիս է ակնհայտ քաղաքական հնչեղություն և նշանակություն։ Անցած տարիներին ևս Ախտոյանների և Գրիգորյանների հակասությունները սրվել են հենց ընտրական գործընթացին նախորդող ժամանակահատվածում կամ դրանց ավարտից հետո, իսկ իրավապահների անգործությունը կամ կողմնակալ քննությունը բերեց 2 զոհի և 1 վիրավորի, ում էլ պաշտոնից հանեն, իրավիճակը սփոփելի չի դառնա։